Փառք Աստծուն։ Խնդրում ուղղակի ամբողջ այս ծառայության ժամանակ հայացքդ Հիսուսի վրա պայես։ Ամեն։ Հայացքդ պայդ Հիսուսի վրա ու այսօր չգիտեմ ում համար մեկի թե երկուսի թե մի քանիսի համար այսօր այն օրն է, որ երազանքդ տեսանելի տենալու ես։ Ամեն։ Ուղղակի հայացքդ Հիսուսի վրա պայ։ Նայա ամեն ինչի պատասխանը։ Ամեն։ Փառք Աստծուն։ Այսօր մի շատ հետաքրքիր խոսք Աստվածո սրտից ներդրել ուզում կիսեմ քո հետ, որը շատ կարելի ասել արդիական է այս մեր ժամանակաշրջանի համար, որ մենք ապրում ենք։ Մենք պետք է շատ զգոն լինենք, ավելի շատ, քան թե երբևէ, որովհետև ինչպես նայում ես բոլոր մարգարեությունները ավելի շատ են կատարվում, հայտնության գիրքը որ կարդում ես, բոլոր ավելի մոտիկից է երևում, մենք այդ դարաշրջանի մեջ հիմա ապրում ենք, ավելի զգոն պետք է լինենք ես ու դու, ավելի արթուն պետք է լինենք ես ու դու, որպեսզի գիտես ինչի, որպեսզի գնանք այն ժառանգության հետևից, որը մեզ պատկանում է, ամեն, որ գնանք երկինք, ամեն, իրոք, դրա համար ընթերցեմ Աստվածաշնչից մի հատված, մի խոսք, որը շատ արդիական է մեր համար, նաև մեր համար, որ մենք հայերս եկել ենք ապրում ենք օտար երկրում։ Եվ կցանկանամ խոսել այդ խոսքի շուրջ, որովհետև գիտեք ինչ, հիմա ամեն մեկը ցանկանում է իմանալ վաղ ինչա կատարվելու, թե? Բոլորս ուզում ենք։ Վաղ իմանանք ինչա լինելու։ Բայց Աստծո խոսքն ասում է ոչ մեկ չգիտի վաղվա օրը։ Դա համար շատ sense խառնաշփոթ է կատարվում աշխարհում հիմա։ Ոչ մեկ չգիտի վաղ ինչա լինելու։ Դա համար ցանկանում եմ խոսեմ դրա մասին այսօր եւ Աստծո խոսքը կփորձեմ պատասխանեմ այդ հարցին, թե վաղ ինչա լինելու։ Իմ ու քո կյանքում։ Ամեն։ Եկեք միասին բացենք Հակոբոս 4 գլուխը։ Հակոբոս 4 գլուխ 13-րդ խոսքից։ Ուրեմն դուք որ ասում եք այսօր կամ վաղն, այս ինչ քաղաքը գնանք ու այնտեղ մի տարի կմնանք արևտուր կանենք ու դրամ կշահենք ամեն, բոլորս ինչ որի պատճառներով դուրս ենք եկել մեր հայրենիքից եկել ենք ստեղ, չէ։ Մեր մասին է խոսում այդ։ Արևտուր կանենք եւ դրամ կշահենք, դուք որ վաղվա օրը չգիտեք, թե ձեր կյանքը մի գոլորշի է ու մի կարճ ժամանակ երևում է հետո անհետո, բոլորս գիտենք, չէ ինչա գոլորշի։ Կա ու չկա ինքը։ Աստծո խոսքը մեր կյանքը համեմատում է ի գոլորշու հետ սելից։ Ասում է ինչ է ձեր կյանքը, մի գոլորշի է, որ մի կար ժամանակ երևում ես հետո անհետանում, փոխարենը պետք է ասեիք, եթե Տերը կամենա եւ ապրենք, այս կամ այն բանը կանենք, բայց այժմ բարձենում ենք ձեր ամբարտավանությամբ։ Ամեն այդպիսի բարձանքը չար է, սելիս Աստծո խոսքն ասում։ Իմ համար Աստծո խոսքը գերբնական ճշմարտություն եւ գերբնական հեղինակություն է։ Ամեն։ Նա ասում է եթե Տերը կամենա ու ապրես։ Մի քիչ խոր ու ցավալի է, չէ՞։ Աստծո խոսքն ասում է, բայց եթե Տերը կամենա եւ կապրես։ Հալելույա, շատերս իրոք ցանկանում ենք իմանալ մեր վաղվա օրը, չէ՞։ Նոր հայտարարության մեջ է լսեցիք, չէ՞։ Հաջորդ շաբաթ ճամբար ունենք, գիտեք ինչ ճամբարա բոլորս, չէ՞։ Գիտեք։ Մարգարեական ճամբարա մենք հրավիրել ենք մի մարդու վրա հզոր մարգարեական օծություն կա, մի մարդու, որ իրոք մարգարե է, ինչի, բոլորս գալու ենք եւ խնդրել ենք ինչու մի բան խոսա մեր կյանքի համար, որ վաղ ինչա լինելու, որ զորացած սկսենք աղոթել դրա համար ու գնանք։ Եթե դու գիտես վաղվա օրը հեշտ է, մարդու մոտ գալիս է ինքնավստահություն, մարդը ավելի ոնց ասած ինքնավստահ իր համար, բայց սիրելիս Աստծո խոսքն ասում է դու չգիտես քո վաղվա օրը։
Աստծո խոսքն ասում է դու չգիտես քո վաղվա օրը։ Եթե դու չգիտես քո վաղվա օրը, քո ուղղությունը դեպի մի ուրիշ կողմ է գնում։ Գիտես ոնց, գնում է դեպի Աստված։ Որպես վերստին ծնված քրիստոնյա դու հավատում ես, որ Աստված գիտի քո վաղվա օրը։ Ու քո ամբողջ այս մտածելակերպը, քո ամբողջ այս միտքը, քո ամբողջ գաղափարախոսությունը գնում է դեպի Աստծո կողմ։ Ամեն։ Հալելույա։ Որովհետև ամեն օրվա հաջորդ օրվա իշխանությունը Աստծո տակը, Աստծո իշխանության տակը, քո վաղվա օրը։ Նույնիսկ ասեմ ավելին, ինչպես այստեղ խոսքն ասում է, եթե չեք հարցնում որ գոնեք ապրեք, կյանքի իշխանը սերս Աստված է։ Կյանքի իշխանը Աստված է, նորից եմ ուզում կրկնել դա։ Նա է քո կյանքի իշխանը։ Դու չգիտես վաղը քո հետ ինչ է կատարվելու։ Նույնիսկ ասեմ, դու չգիտես մի ժամից հետո քո հետ ինչ է կատարվելու, ես դրա համար տանել եմ անդրադառնալու։ Իսկ մենք բարձենում ենք տեղեր կա, չէ՞։ Ինչեր ենք արել, ինչ ենք անում եւ ինչ ենք անելու։ Ես բան չունեմ ասելու, շատ լավ է ճիշտ պլանավորելը։ Մենք դες չէ որ չպետք է պլանավորենք, դες չէ որ պետք է չկառուցենք մեր ապագան կամ մեր հաջորդ օրվա կյանքը կամ մեր մի շաբաթվա կամ չէ, դրա մասին չեմ խոսում։ Բայց ամենակարևորը գիտես ո՞րն է, որ այդ քո ամեն ինչի կառուցման մեջ առաջնայինը լինի Աստված, ինչպես այստեղ ասում խոսքը։ Արդյոք դու հարցրեցիր ինձ, նորից եմ ուզում ընթերցեմ, որ ոնց որ ասած ավելի sense մեջը տպավորվի սա։ Փոխարեն պետք է ասեի, եթե Տերը կամենա ու ապրեմ, այս եւ այն բաները կանեմ։ Արդյոք այդ իրավիճակում հարցիր Աստծուն, Աստված ջան, կամենում ես այս բանը անեմ։ Ամեն։ Հալելույա, դրա համար ավելի շատ կարևոր է։ Ուղղակի արի ես ու դու լստած Տերը քննի քո կյանքը, քո փոխհարաբերությունը մարդկանց հետ եւ Աստծո հետ։ Շատ կարևոր է, որովհետեւ չգիտես վաղը ինչ լինելու։ Հալելույա։ Որովհետև ինչպես ավետարանում շատ տեղեր գրված է, ոչ մեկ չգիտի երբ է Հիսուսը գալու։ Ամեն։ Ոչ մեկ չգիտի, դրա համար քննի քո կյանքը։ Միգուցե դա հենց վաղն է։ Ես ու դու որպես վերստին ծնված քրիստոնյա պետք է այնպես ապրենք, այնպես պատրաստ ապրենք, որ վաղը Հիսուսը գալու է։ Ամեն։ Հալելույա։ Որովհետև շատ կարևոր է սիրելիս, շատ կարևոր է քո փոխհարաբերությունները Աստծո հետ եւ քո փոխհարաբերությունը մարդկանց հետ։ Ճիշտ փոխհարաբերություն Աստծո հետ եւ ճիշտ փոխհարաբերություն մարդկանց հետ։ Ճիշտ անկեղծ, ինչպես մեզ Աստծո խոսքը սովորացնում, ինչպես ավետարանն է սովորացնում։ Ամեն։ Այդպիսի փոխհարաբերություն ես ու դու պետք է ունենանք Աստծո եւ մարդկանց հետ, որովհետեւ Նրանք հիշեցի շատ տարի, մի քանի տարի առաջ ստեղ մի ծառայության ժամանակ ծառայում է եւ Աստծո խոսքն այն էր, որ ծառայում է շտկիր քո փոխհարաբերությունը Աստծո հետ, որովհետեւ ես օրինակ Կիրակի օրը գալով եկեղեցի դա չի նշանակում, որ դու ապահովված ես, որ երկինք ես գնալու։ Շտկիր քո փոխհարաբերությունը եւ ագիրե ասեցի կապ չունի դու կարող ես ամեն Կիրակի։ Խնդրում եմ կարող ես ցավալի է, բայց դա փաստ է։ Դա այդպես է Աստծո արքայության մեջ, Աստծո ճշմարտության մեջ։ Դու կարող ես ամեն Կիրակի գաս եկեղեցի։ Ու հաջորդ ինչ-որ մի Կիրակի օրը պատկերացա հափշտակության օրն է, ու դու մնաս քո աթոռի վրա նստած։ Դաման ես ու դու պետք է պատրաստ լինենք այդ օրվան։ Կարող է մենք այստեղից դուրս ենք գալ եւ Հիսուսը գալու, ոչ մեկ չգիտի։ Ոչ մեկ, ինչքան էլ մենք շատ խելացի լինենք, ինչքան է շատ իմաստուն լինենք, ինչքան է շատ ինչ ուզում ես մտածի, կրթված լինես, չես կարող իմանալ, որովհետև Աստծո խոսքն ասում ոչ մեկ չգիտի, երբ է Հիսուսը գալու։ Ամեն։
Հալելույա։ Նույնիսկ նոր նայում եք, չէ՞, հիմա այս ժամանակաշրջան, նույնիսկ նախագահները, այժմյան թագավորները, ինչ որ բան ենթադրում են, ինչ որ բան պլանավորում, ինչ բան ուզում են անել, այ մեկի այս աշխարհի կամ իր երկրի համար կամ ու թելադրում են ուրիշ ետմերին։ Բայց նրանք էլ ուղղակի ենթադրում եւ կառուցում են դա։ Ես մի քանի տեղ կարդամ հետո Աստծո խոսքից կհամոզվեք, որ դա այդպես է։ Նրանք էլ չեն կարող ասել ինչ ալնելու վաղվա օրը։ Ամեն ուղղակի մեկ առաջնայինը պետք է տանք Աստծուն։ Աստված ջան, եթե կամենում ես ես ապրեմ վաղը, եթե ես կամենում ես որ վաղը այս բանը անեմ, ուրեմն դա թող այդպես լինի։ Ամեն։ Հալելույա։ Հակոբոս 4 գլուխը կարդալով իրոք շատ խորը խոսում է մեր կյանքերի վրա, թե ինչպես պլանավորենք, ինչպես կարողանանք մեր վաղվա օրվա համար հասկանանք։ Ես կասեմ, գիտես ինչ, նույնիսկ շատ ցավալի է, բայց ոչ թե վաղվա օրվա, այլ վաղվա ժամվա համար կարամ ասել պես։ Իրոք։ Մենք չգիտենք մի քանի ժամ հետո ինչ է կատարվելու։ Մեր հետ կամ նույնիսկ այնտեղ, որտեղ որ մենք ապրում ենք։ Դա այդպես է սելից, ոչ մեկ չի կարողանում պլանավորել։ Այս վերջերս իմ հալազատես մեկը ննջեց ու երկին գնաց, հետաքրքիր ու դա կատարվեց մի ժամվա ընթացքում։ Ոչ մեկ չէր պլանավորել, որ այդ մարդը պրիմա անե։ Բայց մի ժամվա ընթացքում ամեն բան փոխվեց եւ դες ստացվեց, կարելի ասել։ Պատիա նա չէր պլանավորել, ոչ մենք էինք պլանավորել։ Նա չէր սպասում այդ պահի, ոչ մենք ենք սպասում այդ պահին, բայց կատարվեց։ Դա համար ուզում եմ կրկնեմ, ինչպես այստեղ գրված է, կյանքի իշխանը Աստված է սիրես։ Քո կյանքի իշխան Աստվածը։ Վստահի նրան, սպասի նրան, ամեն վարքյան սպասի նրան, ամեն վարքյան։ Որ այդ վարքյանը բաց չթողես։ Թե բոլորը հիշում եք, որ Հիսուսը խոսում էր 10 բույսերի մասին, չէ՞։ 5 հիմար եւ 5 իմաստունների մասին։ Այդ 10-ն էլ եկեղեցում են սիրես, չէ՞։ 5-ը պատրաստել, 5-ը ոչ։ Արի ես ու դու լինենք այդ 5 պատրաստի մեջ։ Որ Հիսուսը գա, որ դրսից դուրը թակենք չբացվի։ Ուշացած չլինենք, հալելույա։ Աստված կյանքի իշխանն է։ Հալելույա, դա համար սիրելիս պետք չի այս դժվար ժամանական ընթացքում քրիստոնյա խաղալը։ Ուղղակի եղի քրիստոնյա։ Պետք չի։ Եթե դիմակ ես հակի քրիստոնյայի խաղում ես քրիստոնյություն, հալի դիմակը եղի ուղղակի քրիստոնյա արի Աստծո առջև։ Ամեն։ Հալելույա, որովհետև գիտեք ոնց, ամեն ժամանակ ինչ որ մի բան կատարվում, անհանգստություններ շատ կան, որ նայում եք, չի աշխարհում, անլուր լինելույա։ Մեկը վերջանում մյուսն է սկսում անհանգստությունները։ Թե օրինակ մեկ նայելով հայրս, չէ, արդեն 5-րդ տարին է 2020 թվականի ցավալի պատերազմ անցա մեր ժողովուրդը։ Բայց անցամ, չէ։ Հիմա որ հետ ես նայ անցան։ Կամ օրինակ COVID-ի համաճարակը եկավ, ինչ կատարեց։ 2 շաբաթ անց աշխարհը շրջվեց։ Ուսած աշխարհը ի գլխի շրջվեց ամբողջապես։ Բայց անցամ, չէ։ Հալելույա։ Դրա համար ինչ է կատարվում։ Ամեն ժամանակ մենք որպես քրիստոնյա լինելով, մենք ամբողջապես մեր հույսը պետք է Աստծո վրա գնանք։ Հալելույա։ Հիմա ուզում չես գիտես ինչ մի հարց տամ։ Եթե նույնիսկ դու կասկածում ես քո փոխհարաբերության մեջ Աստծո հետ կամ նույնիսկ կարող է մարդիկ, որ դեռևս չունեն դա։ Արի այսօր դու այսօր է քորը լինում։ Շտկիր քո փոխհարաբերությունը, նորից սկսի, եթե ուխտ չունես, ուխտ կապի, եթե ուխտը սենց ասած քուլացել է կամ ինչ որ մի տետ ուխտի ունտեր կա, չէ, ուխտը գիտե, չէ, ինչ է, կոնտրակտ է։ Մենք բոլորս կոնտրակտով ինչ որ մի բան ենք կամ աշխատում ենք։ Ինչ որ մի տեղ է թուլացել է, արի այսօր վերականգնի այդ ուխտը։ Ամեն։ Արի վերականգնի այդ ուխտը։ Որովհետև գալու է ժամանակ,
Ես դու պետք է պատրաստ լինեք, ասենք Հիսուս ջան, ես պատրաստ եմ։ Պատրաստ եմ ես կյանքի գնալու, կապ չունի չի իսկ իրավիճակային ֆլոխը։ Կապ չունի ես ոնց եմ շարժվում։ Ես պատրաստ եմ մտելու կյանքի մեջ, որը դե ես Հիսուս Քրիստոս։ Հալելույա։ Ямар մեր ամբողջ հույսը պետք է Աստծո վրա լինի։ Մեր ամբողջ հույսը։ Հալելույա, որովհետև շատ տեղեր ավետարանում գիտեք, չէ՞ մի քանի տեղ է գրած, որ ասում է Հիսուսը ոչ մեկ չգիտի Հիսուսը երբ է գալու։ Ուրեմն շատ կարևոր է որ մի քանի տեղ է գրած։ Շատ կարևոր է որ մի քանի տեղ, եթե պետք չենք ուղղակի գրած կներ ու ասած թռուցի գրած եւ կանցնել, բայց կարևոր է որ մի քանի տեղ է գրած։ Հալելույա։ Այսօր ցանկանում եմ մի 3 Աստվածաշնչային հերոսների մենք նայենք միասին իրանց կյանքերը եւ ինչպես էին վարվում իրանք իրանց այդ փորձությունների ժամանակ եւ նայենք մեր կյանքերը და ինչպես մենք կվարվենք թե մի քիչ եթե կարանք համատենք մեզ եթե կարանք շատ դժվար է լինել մենք իրանց այդ համատելը բայց եթե կարողանանք համատենք բայց ցանկանում եմ միջև այս ամեն ինչին ապնելը ասեմ մի բան եւ խնդրում եմ որ դա ոնց որ հիշես ու պահես քո կյանքի մեջ կապ չունի դու Աստծուն հասկանում ես թե չես հասկանում միևնույն է Աստված մնում է Աստված ամեն նորից եմ ուզում ասել Աստված մնում է Աստված եթե դու հասկանում ես կամ չես կապ չունի ամեն եկեք գնանք Հոբի գիրք եւ շատերը կան ընթերցել եք Հոբի մասին Հոբի գրքի մասին Հոբի փորձությունների մասին Մի ժամանակ շատ մի ցաներ նոր հիշեցի ուզում սա ասեմ, ցան իրավիճակով անցնում էի ու ուզում էի համատել Հոբի հետ։ Մի քիչ թվերից շատ լավ եմ կարելի ասել հաշվարկ քվաբանությունից ու հասկացա, որ իմ փորձությունները մեկ էլ Հոբի փորձությունները 0.0000 մերա։ Այդքան հեռու եմ։ Այսինքն միակ 21-րդ դարում ապրելով։ Հոբի առաջի գլուխ 19-րդ խոսք։ Այստեղ մենք խոսում ասում անապատից ուժեղ հոբ եկավ եւ զարկեց տան 4 անկյուններին տունը երիտասարդների վրա փուլ եկավ եւ նրանք մեռան։ Միայն ես եմ ազատվել, որ քեզ իմաստան։ Եվ ինչ արեց հոբը։ Որպես Աստծո մարդ։ Դե, դու ես Աստծո մարդ նստած։ Ինչ ես անում։ Երբ որ մի փոքր փորձություն է գալի։ Ինչ որ մեր կյանքում մի փոքր բան է գալի, փորձության տեսքով ու մենք ցում ենք մի անգամից մեծ սխալ բան խոսալ, ամեն, լինում է։ Արի ազնիվ եղի լինում է։ Հետո ասում բայց ես հավատացել եմ, ես էսպրի չխոսել։ Չէ՞։ 20-րդ խոսքում ասում է հովը վեր կացավ իր վերնազգեստը պատրեց, գլուխը խուզեց, գետին ընկավ եւ երկրպագություն արեց եւ ասաց. Իմ մոր արգանդից մերկեն դուրս եկել, մերկել այնտեղ պետք է վերադառնամ։ Տերը տվեց, Տերն էլ առավ։ Իրոջ անունը թող օրհնյա լինի։ Պատրաստ ես։ Փորձության ժամանակ կանգնես ասես Աստվածան դու տվեցի, դու էլ վեկալեցիր, մենակ քո անունը թող փառավորված լինի։ Հալելույա։ Նայեք, այստեղ Աստծո խոսքը ինչ ասում։ Հոբը կորցրեց ամեն բան։ Կորցրեց իր բիզնեսը, կորցրեց իր տունը, կորցրեց իր երեխաներին ու կանգնեց ասես Տերն է տվել, Տերն է վերցրել։ Օրհնյա լինես Տեր իմ Աստված։ Իսկ հիմա քրիստոնյա մի փոքր փորձության մեջ ընկնելով սկսում է աչու ձախ նայել ոչ թե դիմացին նայել, որտեղ Հիսուս Քրիստոսն է կանգնած։ Հալելույա։ Ես սկսում ենք տրպնջալ։ Մենք կարող ենք ասես քո այդ իրավիճակի ժամանակ որ տրպնջում ես ինչ օգուտ է տալի քեզ։ Տալիս է օգուտ։ Կամ նայ կարող է կողքից ինչ որ այդ քո իրավիճակում մեկը քեզ հորդորի, որ ինչ որ բաներ խոսաս։ Նայ Հոբի կյանքում էլ մենը չէ։ Ինը ինչ էր ասում։ Ասում է քան ցավալի էր իր այդ վերքերը, որ քարով քերում էր իր խոսքի մեջ դրված։ Ինը ասում էր ինչ ես տանջում։ Աստծուն հայրի մեռ էլի։
Դողա մեկ է քո կյանքի կողքի նստածն եկեղեցի։ Ինչ ես այս փորձությունների մեջ տարապում։ Դες տենում անապատը չորանում է։ Լեց սխալ բան ասա բրծելի Աստվածը քո պատժի քեզ։ Չես ելիս։ Ես ինչքան էլ անապատը չորանա, ես վերև եմ նայելու, ասում եմ փառքես Տեր իմ Աստված այս չոր անապատի համար։ Դե դու իմ կյանքի տերն ես։ Հալելույա։ Ինչի՞ էր ասա ամեն ինչը կատարվում, որովհետև նա վստահում էր Աստծուն։ Ամեն։ Եթե դժվար իրավիճակում գալիս ենք Աստծու մոտ, մենք կցնցվենք ամեն իրավիճակից։ Ես ու դու ոչ թե պետք է դժվար իրավիճակում գանք Աստծու մոտ, այլ մենք ես ու դու պետք է Աստծո համար ապրենք։ Ես ու դու պետք է Աստծո համար ապրենք, սիրելիս։ Եթե ես ապրեմ ուղղակի որ Աստված կա, ամեն ցնցումի ամեն փոթորիկի ժամանակ ես ցնցվելու եմ։ Իսկ եթե ես ապրում եմ Աստծո համար, ինչպիսի փոթորիկ էլ ուզում լինի, ես մնալ եմ աստվածան կանգնած։ Որտեվ Աստված իմ Աստվածն է։ Ես նրան եմ վստահում, իմ ամբողջ հույսը նրա վրա է։ Ամեն։ Իմ ամբողջ հույսը քո վրա չի, սիրելիս։ Ինչքան էլ լավ իմ ընկերն ես, իմ լավ աղբյուր, դու ինձ ոչ մի բանով չես կարա անսասան պահես փոթորիկի ժամանակ։ Ամեն։ Հալելույա։ Հալելույա։ Երբ կարողանում ենք անցնել այս փորձությունները, նայում ենք ասում են, չէ, շատ եղել, չէ։ Ծանր ճանապարհ ես անցել եւ շրջում ես նայում ես ու նույնիսկ քմծիծաղ ես տալու քո ինչպես ես անցա, որտեղ Հիսուսը քո հետ էր։ Հալելույա։ Եթե դու ապրում ես Աստծո համար, ցանկացած փոթորիկի ժամանակ լինելու ես անսասարտես։ Նորից եմ, եթե դու ապրում ես Աստծո համար, ոչ թե ապրում ես որ Աստված կա։ Հալելույա։ Իսկ եթե միայն գալիս ես Աստծո մոտ, որովհետև ամեն բան վատ է, փափատալու քեզ փոթորիկը։ Փափատալու քեզ փոթորիկը։ Հալելույա։ Նայելով հոբի կյանքը կարող ենք հասկանալ ցելիս, որ շատ ցավալի է, չէ՞։ Շատ ցավալի է։ Հիմիկվա լեզով խոսած, հիմիկվա մեր ինչ եղավ։ Ուրը տրակացեցին, չէ՞, բիզնեսը դերից խլեցին, երեխեքի սպանեցին։ Մի թեթև ուղղակի պատկերացրել, մի թեթև շատ չպատկերացնես, որտեղ շատ ցավալի կլինի։ Իսկ նա կանգնեց ասեց Աստված տվեց, Աստված է բեկալ է օրհնյալ այն Տիրոջ անունը։ Հալելույա։ Շատ իրավիճակներ մի կացելիս, որ ես ու դու չենք հասկանում Աստծուն։ Բայց ասեմ քեզ սիրելիս կապ չունի։ Հասկանում ես թե չես հասկանում, Աստված մնում Աստված։ Ամեն։ Հիմա նայեք որտեղ հիմա Հոլանդիայում չէ, մենք այստեղ ապրելով, օվկիանոսի մոտիկա մեր երկիրը այստեղ որ ապրում ենք, քամիները շատ են, չէ։ Ոչ մի չի հասկանում մեր քամուն։ Բայց ուզում ես հասկացի մի հասկացեք քամին գալիս է այդ օվկիանոսից։ Եթե դու հասկանում ես քամուն, հարցեր կառաջանան մոտ։ Ոչ մեկը չենք հասկանում, բայց տեսնում եք այդ քամի, չէ։ Ոչ մեկ չգիտի, օրինակ վաղը այդ քամին արևմուտքից է փչելու արևելքից դեպի հյուսիս դե հարավից քամի ինչքությամբ։ Բայց մենք վաղը այդ ազդեցության տակ ապրել ենք։ Չենք հասկանալու այդ ազդեցությունը, բայց այդ քամին գոյություն ունի։ Հասկանաս թե չհասկանաս գոյություն ունի։ Նույնն էլ ուզում ես հասկացի, ուզում ես մի հասկացի, Աստված կա, սիրելի։ Ուզում ես հասկացի, ուզում ես մի Աստվածի։ Աստված միևնույն է, Աստված է ու նա կա։ Ամեն։ Հիմա կարող է դու ասես գիտես ինչ կա, ես այնպեսի իրավիճակ եմ, որ ընդհանրապես անհասկանալի եմ կյանքում։ Կապ չունի սիրելիս, Աստված գոյություն ունի։ Ամեն։ Կամ ասես ես սկսել եմ խոսամ։ Ես հիմնական սկսում եմ խոսալ, դժվար է սխալ բան ես խոսում։ Եկեք ասել, չէ սխալ բան ես խոսում։ Եվ ես քեզ կա ի՞նչն է փոխելու համար դա ոչ մի բան։ Օգուտ է տալու քեզ։ Այդ քո տականջալը կամ քո սխալ խոսալ, ոչ մի բան օգուտ չի տալու։ Ոչ մի բան։ Հալելույա, դա մորողակի վստահիր Աստծուն, թե ավետարանում բոլորս շատ ենք ընտրել Աստվածաշունչը։
Կարող ես ինձ միտեղ ցույց տաս, որ գրված է, որ հասկացեք Աստծուն։ Դա տեստեղ, կարող ես ընթերցելով չեն տեսել։ Իսկ թվում է չկա տեստեղ եւ չկա կարելի ասել այդ այդտեղ։ Ու դրա հասցնի հասկացեք Աստծուն, բայց շատ տեղեր կա գրված, որ ասում է հավատացեք Աստծուն։ Ամեն։ Հալելույա։ Երեմիա 17-րդ գլուխ 7-րդ խոսք։ Երեմիա 17:7։ Նայեք ինչ է ասում այստեղ։ Օրհնյալ լինի այն մարդը, որը Տիրոջն է վստահում եւ Տերն է նրա վստահությունը։ Ամեն։ Ուզում ես լինես օրհնված։ Ուրեմն Աստծուն վստահի։ Ու վերջ։ Կարելի այստեղ այս խոսքը այսպես կարդալ նաեւ։ Գիտեք, չէ, եթե մի մարդ օրհնված չի, հակառակը ինչա, գիտես։ Չգիտես, չէ։ Գիտես, բայց ուզում ասեմ, ուրեմն անիծված է։ Ասում եմ, եթե մարդ Տիրոջը չի վստահում, ուրեմն ինքը անիծված է։ Խոսքը նա ասում։ Ասում եմ, օրհնյալ եղի, որ Տիրոջը վստահի, որ լինես օրհնված իրից։ Տիրոջը վստահի, որ լինես օրհնված։ Հալելույա։ Շատ ժամանակ ասում ենք, չենք հասկանում Աստծուն, եսի չի կատարվում, կամ ինչի պետք է կատարվեր իմ կյանքում, չէ՞։ Ինչի սա կյանքում չկատարվեց, իմ կյանքում կատարվեց։ Չէ՞ որ ամեն կիրակ եկել եմ եկեղեցի, ամեն ծառայություններում կամ ասեմ ավելի, կարող ասես ես Աստծուն եմ ծառայում, թե կան տենց լիքավորումներ։ Դե ինչ է մոծես բաներ կա, չեմ հասկանում Տեր իմ Աստված։ Աստծո խոսքն ասում է վստահիր իր, ոչ թե հասկացել, հավատա եւ կլինես օրհնված։ Հալելույա, որովհետեւ շատ ժամանակ շատ բաներ մենք ամեն ժամանակ մեր կյանքում կարող չհասկանանք, չի հասկանանք ինչա կատարվում։ Հասարակ օրինակ բերեմ, չէ՞ լինում է, չէ՞ որ խոսակցություն ես ունում երեխայի հետ։ Խոսեմ այն մարդկանց, ում երեխաները մեծ են, չէ՞ լինում է, չէ՞ տենց որ խոսակցում է, չէ՞։ Իմ հետ լինում է։ Նաև ասեմ մեր մարդկանց, ում երեխաները փոքր են, մի հուսահատեք, ձեր երեխաներն են մեծանալու, դուք էլ եք խոսակցություն ունենալու։ Խոսում ես երեխայի հետ, խոսում ես, բացատրում ես, բայց հասկանաս որիկը չի հասկանում քեզ։ Ասում ես գիտես ինչ կա, ոչ ես հասկանում, գոնե վստահի ինձ, մի 10 տարի հետո կտենաս, որ ես ճիշտ էի։ Հիմա քեզ մի հատ խազ, եթե խոսում ես, քո երեխան քեզ չի հասկանում։ Քեզ այս վեկալում են հայրության ստատուսը, ասել կարելի ասել։ Չէ, միևնույնն է դու հայր ես մնում։ Նույնն էլ Աստված, հասկանար, թե չհասկանաս, շատ եմ կրկնելու սա, որովհետև այսօր իմ խոսքի վերնագիրը դա է։ Հասկանաս, չհասկանաս, Աստված մնում Աստված։ Ամեն։ Հալելույա, Աստված միևնույնն է մնում Աստված։ Եթե նույնիսկ դու դրան չես էլ հասկանում։ Ամեն։ Իրոք, ասում ես երեխային, վստահի ուղղակի ինձ 10 տարի հետո կտենաս։ Քո կյանքն է մի հատ նայի։ Տարիներ առաջ ինչ որ ես ինչի մեջով անցնում էիր ու վստահեցիր Աստծուն ու անցավ այդ ճանապարհը, չէ՞։ Ու անցավ այդ ճանապարհը։ Հալելույա։ Որտեվ ես ու դու որոշում ենք ամեն իրավիճակում վստահենք Աստծուն։ Դա իմ որոշումն է, սերիս։ Ես եմ որոշել ամեն իրավիճակում Աստծուն վստահել։ Կապ չունի ինչպիսի իրավիճակ է։ Ես եմ որոշել, որ ամեն ժամանակ հասկանում եմ, թե չեմ հասկանում ինչա կատարվում իմ շուրջը, թե չեմ հասկանում ինչա կատարվում իմ կյանքի հետ, ես Աստծուն եմ վստահում։ Որտեղ նա Աստված է։ Նա գերբնական է, սիրելիս։ Ամեն։ Իրոք, կապ չունի ինչա կատարվում է, օրինակ շատ է լինում, ցավոք սրտի իմ կյանքի մեջ այնպես իրավիճակներ, որ շատ եմ շփվել վիրաբույժների հետ։ Եղել է ժամանակ նույնիսկ նևրովիրաբույժի հետ եմ շփվել, որ ես ինչ կա, նա ուզում է քեզ վիրահատություն անի եւ գալիս է հարց է տալի, արդյոք դու ուզում ես թե ոչ, եւ դու պետք է ստորագրություն տաս քո համաձայնության համար։ Որտեւ նա չգիտի դու մնալու ես այնտեղ ֆարկած քեզ տանելու են, թե դու գալու ես հետ։ Ու դու ստորագրում համաձայն, իմ մոտ եղել այդպիսի դեպքեր։
Ինձ գալիս է խոսում, իմ հետ եղավ մի անգամ տես դեպք եւ եկա խոսած, ասի 2 ժամ ժամանակ գաս կպատասխանեմ քեզ։ Դե վիրաբույժ մատա կապիրնա դեպքից ասում ես չասում, ինչ պետք է ասել 2 ժամից էլի։ Բայց հետաքրքիր գիտեք ոնա ինքը գալիս է քեզ բացատրում է, մի 10 րոպե խոսում է քո հետ ինչ պետք է անի, չէ, ինչպիսի վիրահատություն պետք է անի։ Ինչեր անելու քո հետ քո օրգանիզմի հետ կամ քո մամի հետ որտեղ որ վիրահատելու է։ Նևրո վիրաբույժի մասն է խոսքը, որ շատ խորը ծանր մասնագիտություն է։ Դու շատի լսում ես ու նենց քեզ դնում ես բիտունիկի տեղ, հետո որ հարցը տալը հասկացա, ասում ես հա։ Բայց մի քիչ մտածում ես մարդը 10 քանի տարի սովորել է ինչ-որ մի բան հասկանա, դու մի 10 րոպեում հասկացել ես ամեն բանը։ Դες ո՞ս կլինի։ Չէ։ Բայց դուրս է գալի ես չհասկացա, բայց վստահում եմ վիրաբույժին ու գնում եմ վիրահատություն։ Փառք Աստծուն իմ դեպքում ես իմ վրա եմ ասում, որ ես Աստված ունեմ, վստահում եմ նրան, ես ամեն բանից համանակ հարցնում եմ իրան, անեմ սա թե չանեմ։ Թույլ ես տալի ես գնամ այդ վիրահատությանը, թե չգնամ։ Եթե թույլ ես տալու քո գեբնական իմաստությունը դու այդ վիրաբույժի։ Նա ինչքան էլ սովորած լինի, բայց քո գեբնականն եմ խնդրում, որ ես պետք է քայլեմ։ Ամեն, որտեղ դու կյանքի իշխան ես։ Հալելույա։ Դրա համար եմ չեք հասկանում, բայց վստահում ենք։ Մի մարդու, որը հա շատ ցանկալի է, մի 10-ից ավելի տարի կրվես, 10-ել իր մասնագիտությունը։ Բայց արի մի հասկացի, բայց Աստծուն վստահի։ Ամեն։ Հալելույա։ Կապ չունի, դու հասկանում ես, թե չես հասկանում, Աստված միևնույն է, մնում է Աստված։ Ամեն։ Եսայի 55-րդ գլուխ 8-րդ խոսք։ Աստծո խոսքը նայեք ինչ ասում այստեղ։ Եսայի մարգարեանում եւ ասում է արդարև իմ խորհուրդները Աստված ասում, Աստված ասում է իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն եւ ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն։ Ասում է Տերը, այլ ինչպես երկինքը բարձր է երկից, այնպես էլ իմ ճանապարհները բարձր են ձեր ճանապարհները եւ իմ խորհուրդները ձեր խորհուրդներից։ Դեք Աստծո խոսքն ասում է իմ մտածելակերպ, իմ խորհուրդը քոնը չի սերել։ Մենք ասում ենք Աստված ջան, մենք քեզ չենք հասկանում։ Դու ո՞նց կարող ես Աստծուն հասկանալ, եթե Աստված գերբնական Աստված է։ Արի սիրելիս, իմ Աստծուն մենք Աստված չնենք նույն մակարդակի վրա։ Չի լինում տես բան։ Աստված գերբնական Աստված է, ես ու դու մարդ ենք։ Թե Աստծո խոսքն ասում է, իմ խորհուրդը, իմ մտածելակերպը շատ հեռու է քո խորհուրդից, սիրելիս։ Այն ճանապարհները, որ ես ցույց եմ տալի, անում շատ հեռու են ճանապարհներից, որ դու ես պլանավորել։ Ամեն։ Որտեղ գիտես, Աստված լոգիկայի Աստծո պետք չէ դեր ռամկայի մեջ, որ ասենք Աստվածյան գործի։ Ես միշտ ասել եմ, ասում եմ ու ասելու եմ, Աստված լոգիկայի Աստված չի, էլի։ Լոգիկայով Աստծո մի չափի։ Եթե լոգիկայով մեր Աստված լոգիկայի Աստված լիներ, նա Աստված չէ, նա կներ ուղղակի ուրք կամ Աստված փոքրատարով, որը գրված Աստվածաշնչի մեջ։ Նա մեծատարով գրված Աստվածը, որը ստեղծել է երկինքն ու երկիրը, որը իմ ու քո Տերն է, ու քեզ գիտես ինքն է ստեղծել։ Ամեն։ Հալելույա։ Օրինակ լինում է, չէ՞, ընտանիքներում մարդին ու տղամարդ խոսակցություն անում միջև։ Իմ ընտանիքում լինում է, կարող քո ընտանիքում չի լինում, կներես։ Հետո իրար չենք հասկանում։ Հետո գնում ենք ասում ենք Աստված ջան, ես քեզ չեմ հասկանում։ Մենք Աստված ասում է, գիտես ինչ կարելի ասել, դες վերևից ասում եմ, դու երկրի վրա քո հարցերը լուծի, նոր երկնքից ինչ որ բան սկսի պահանջել է։ Ամեն։ Հալելույա։ Ավելի շատ հիմա ցելիս այս իրավիճակներում մեր կյանքի, որ նայում ես քոթորիկերի ժամանակ ավելի շատ մարդիկ մոտիկանում Աստծուն, քան թե հայտիսան ժամանակ։ Ցավալի է, բայց այդպես է, բայց ավելի ճիշտ կլինի, որ հայտիսան ժամանակ Աստծուն ավելի մոտիկ լինես։ Ոչ թե որ քոթորիկը ասես գնաց Աստված ջան եկել եմ իմ բան արել, խնդրում եմ։ Չեմ կարող եմ։ Չէ։
Դի հայտություն ստանաս, կանգնես քո ոտքերի վրա ձիգ ասես, ես այս խոսքը ունեմ իմ կյանքի վրա, ես չեմ մեռնելու, ապրելու եմ ու վերջ։ Ով ինչ ուզում է խոսա, ով ինչ ուզում է հրճակի իմ կյանքում, չի կպնելու ինձ, որովհետև Հիսուսի արունով ես պաշտպանություն ունեմ։ Ամեն։ Շատերը կերազեն, բայց չեն պես իրաց երազանքը չար, որովհետև Հիսուս Քրիստոսը իմ Աստվածն է։ Հալելույա։ Հալելույա։ Առաջի Հովհաննեսի 5-րդ գլուխ 15-րդ խոսք։ Եվ եթե գիտենք, որ լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք նաև, որ նրանց մեր խնդրվածները ստանում ենք։ Ամեն։ Եվ 19-րդ խոսքն եմ ցանկանում ընթերցել։ Այսօր մենք խնդրելու ենք ու ստանալու ենք սելիս։ Որտեղ նա լսում է։ Ես ու դու կռապաշտ չենք, գիտես ինչի, որովհետև մենք կենթանի Աստծու ենք պաշտը։ Ես ու դու կռապաշտ չենք։ Ու դրա մասին եմ հեսա ցանկանալ խոսալ, մենք պետք է կուռքեր չունենանք։ Լավ, սա ասեմ, հետո անցնենք 19-րդ խոսքից։ Մենք որպես քրիստոնյա պետք է կուռքեր չունենանք սելիս։ Շատ քրիստոնյաներ կուռքեր ունեն։ Կարող է իրոք գիտես ոնց կուռքեր գիտես, կարող է ես կուռք չունեմ, այսինքն ես արձան չունեմ իմ տունը դրած, որ այդ կուռքը իմ համար պաշտում եմ այդ արձանը, չէ, կարող է քո կուռքը քո գործը լինի։ Կարող է քո կուռքը քո մեքենան լինի, կարող է քո կուռքը այդ սոցցանցերն է։ Ասեմ ավելի, շատերի մոտ իրանց երեխան իրանց կուռքն է։ Մենք պետք է չլինենք կռապաշտ, այլ մենք պետք է լինենք աստվածապաշտ, որտեղ ունենք կենթանի Աստված, որի անունն է Հիսուս Քրիստոս։ Ամեն։ Եվ 19-րդ խոսքը ասում է. Գիտենք, որ Աստծուց ենք եւ ամբողջ աշխարհը չարի մեջ է։ Ամեն։ Թե ոչ ամեն։ Ասում ամբողջ աշխարհը չարի մեջ է։ Մենք աշխարհում չենք ապրում, ինչ աշխարհ, հոլանդյան աշխարհի մեջ չի գտնում, մենք բարու մեջ ենք։ Խոսքն ասում, գիտենք, որ Աստծուց է եւ ամեն բան չարի մեջ է։ Հալելույա։ Աստծո մոտ սերի սյուրպրիզներ չին ու սյուրպրիզները իմ ու քո մոտ լինին։ Ամեն։ Եթե ուզում ես հանգիստ ու երջանիկ լինես, մի հատ դեղատոմս կա, մի հատ ռեցեպտ կա դրա համար։ Միակ դեղատոմսն այս աշխարհում որ կա դա է, որ ապրես Աստծո համար։ Ու դա կլինի քո կյանքի դեղատոմսը, որ դու հանգիստ ունես։ Ոչ թե ապրես որ Աստված կա, այլ ապրես Աստծո համար։ Ամեն։ Հալելույա։ Եվ հանգստություն կգտնես քո կյանքում։ Գնանք Սաղմոսների գիրքը, Սաղմոս երկրորդ Սաղմոսն եմ ցանկանում ընթերցել։ Հենց առաջի խոսքից։ Ինչու է խռովություն անում հեթանոսները եւ ազգերը ունայն են մտածում։ Սա է Սաղմոսը հիմիկվա դարաշրջանի համար է խոսում ուշադիր նայեք։ Ինչու է խռովություն անում հեթանոսները եւ ազգերը ունայն են մտածում։ Երկրի թագավորները վեր են կենում եւ իշխանները իրար հետ խորհուրդ են անում իրոջ դեմ։ Դե հիմա էլ է տես։ Եվ նրա ուծյալ դեմ ասելով. կոտրենք նրանց կապանքները եւ նրանց չվաները վեր նետենք մեզանից։ Երկնքում բնակվողը ծիծաղում է, Տերը ծաղրում է նրանց, այն ժամանակ նա պիտի բարկությամբ խոսի նրանց հետ եւ իր զորությունով չփոթեցնի նրանց ասելով. եթե ես օծեցի իմ թագավորին եւ իմ սուրբ լեռան Սիոն լեռան վրա։ Ամեն։ Հիմա նայեք թագավորները մի քանի հատ նախագահներ կա թագավորներ խորհուրդ են անում իրաց դեմ ինչ որ մեկի համար։ Բայց ասում նայեք Հիսուսի, որի ես օծել եմ։ Ասում վերևից նայում ու ծիծաղում է։ Ամեն։ Եվ 11-րդ խոսքը այս նույն Սաղմոսի ասում վախով ծառայեք Տիրոջը եւ դողալով ցնծացեր։ Նորից եմ ուզում ընթերցեմ, որպեսզի ավելի ամրապնդի քո մեջ։ Վախով ծառայեք Տիրոջը եւ դողալով ցնծացեր։ Որդուն համբերեցեք, որ չբարկանա։ Եվ դուք չկորչեք ճանապարհի մեջ, որովհետև շուտով պիտի բորբոքվի նրա բարվկությունը։ Եվ ինչ վերջում, եթե ուզում ես երանելի լինես, երանելի են նրանք, ովքեր ապավինում են նրան։ Այսինքն Աստծուն։ Վախով սիրելիս։ Աստծո երկյուղը իմ ու քո մեջ պետք է լինի։ Աստծո երկյուղն է, որ ինձ ու քեզ քրիստոնյա է պահելու։ Այս պիղծ աշխարհում։
Գիտես ինչու, որովհետև ասեմ, չգիտեմ, գիտես թե չգիտես, բայց հաստատ գիտեմ, որ գիտես, Աստված ամեն բան լսում է, ամեն բան տենում է։ Ինչքան է թաքուն անես այն նկողի մեջ ուզես, ամեն բան թուն, փակ տեղ չէ, որ ոչ մեկ չգիտի դրա մասին։ Ամենամոտիկ ընկերդ կամ կինդ կամ ամուսինդ, բայց Աստված տենում է եկի։ Համար արի եւ վախով համբերենք, որ չկորչենք այն ճանապարհի մեջ, որ մենք գտնվում ենք։ Ամեն։ Ու լինենք երանելի։ Իսկ եթե ոչ երանելի ենք, ուրեմն անբախտ ենք։ Առաջի Տիմոթեոս 2-րդ գլուխ։ Երրորդ խոսք։ Եվ որովհետև սա բարի եւ ընդունելի է մեր փրկիչ Աստծո առաջ, որ կամենում է, որ բոլոր մարդիկ փրկվեն եւ ճշմարտությանը գան։ Ամեն Աստված կամենում է, որ բոլորս կրտեն եւ ճշմարտությանը գան։ Աստված չի կամենում, որ մենք կորենք, կամ ինչ որ մեկը կորի։ Կամ ինչ որ փորձություն ա լինում, ինչ է կատարվում բան եւ մարդիկ ասում են Աստծո պատիժն է։ Չէ։ Բավական փրկության ճանապարհն է։ Իրոք նայեք, չէ, ինչպիսի փորձություններ ա լինում, պատերազմներ ա լինում, շատ ցավալի է, բայց այս ժամանակ մարդիկ ավելի շատ են ասել աղաղակում։ Ամեն։ Գաղա դայից քո փրկության ճանապարհն է։ Գիտեք, ոնց ես ասեմ քեզ, խավարը ինչքան թունդ է դառնում, այնքան լույսը ավելի է պայծառանում։ Ամեն։ Իսկ Աստծո խոսքը ինչ ասում, որ դու ես աշխարհի լույսը։ Արդյոք լույս ես քո գյուղում կամ քո քաղաքում, որտեղ որ ապրում ես։ Ամեն։ Եկեղեցին այս դժվար իրավիճակներում, որ հիմա աշխարհում կատարվում է, այս անհանգստակ իրավիճակներում պետք է լույսը լինի, ձելից, որ մարդիկ վազեն այդ լույսին։ Եկեղեցին պետք է լույս լինի, որ մարդիկ վազեն այդ լույսին։ Ամեն։ Հալելույա։ Ամեն ժամանակ իրոք շատ ցավալի ժամանակներ կարող են, շատ ծանր փորձությունների մեջ կարող անցնես։ Բայց հենց անգամ ես մեկ կոբին հիշի էլիս։ Մեկ կոբին հիշի։ Ինչ արեց, ինչպես վարվեց, եւ վերջում ինչ եղավ, ասում են կրկնակի օրհնություն ստացած։ Ամեն ձևի, համ նյութական, համ ֆինանսական, համ երեխաների։ Ես ու դու որպես քրիստոնյա Տեր Աստված թույլ է տվել եւ ասում է, որ մեր մոտ արժեքափոխություն լինի։ Ես չեմ խոսում, որ նյութականը վատ բան է, բայց նյութականի համար ես ու դու պետք է չապրենք, ես ու դու պետք է Աստծո համար ապրենք։ Եթե ես ու դու նյութականի համար ենք ապրում, որ փոթորիկը գա, մենք շուռ ենք գալու։ Եթե ուզում ես կանգնած անսասան մնաս, պետք է Աստծո համար ապրես։ Ամեն։ Հոբի նայ 22-21-ում ասում է. Աստծուն հնազանդվի եւ խաղաղության մեջ եղի նրա հետ, դրանով քեզ բարիք կգա։ Ամեն։ Հոբն ասում, սիրելիս, այդ ամեն փորձությունից հետո։ Իսկ հիմա ես քեզ